Առհասարակ երբևէ չեմ մտածել փաստաբանական ընկերություն հիմնադրել եւ այս ընկերությունը մի փոքր սպոնտան իրադարձությունների արդյունք է։ Իմ կենսագրության գերակշիռ մասը անցել է ուժայիններում եւ ես երբևէ բիզնեսի մարդ ինձ չեմ համարել, իսկ փաստաբանական ընկերությունը մասամբ իրավապաշտպան, մասամբ բիզնես գործունեություն է, նաեւ հաշվի առնելով կորպորատիվ հաճախորդների առկայությունը, այստեղ մարքեթինգային, կառավարչական որոշակի աշխատանքներ են պահանջվում, ինչը անկեղծ լինեմ շատ հեռու էր ինձանից։ Ի սկզբանե, երբ որ ստացել եմ փաստաբանական գործունեության արտոնագիր, զբաղվել եմ բացառապես քրեական եւ որոշ քաղաքացիական շատ նեղ մասնագիտացում ենթադրող քաղաքացիական գործերով, որոշ նաեւ վարչական, սակայն այսպես ընթացած, երբ աշխատանքները ավելանում էին, երբ կարիքն առաջացավ արդեն թիմի ձևավորման, որոշումը անկեղծ լինեմ, այս փուլում է կայացվել, երբ արդեն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց վստահությունը բարձրանում էր, գործերը ավելանում էին եւ ես ֆիզիկապես չէի հասցնում։ Ի սկզբանե եղավ օգնական, հետո երկրորդ օգնական, հետո գործավար եւ արդեն երկրորդ փաստաբան, երրորդ փաստաբան եւ այսպես աստիճանաբար տեղի ունեցավ ընկերության հիմնադրումը, հա, այսինքն լինեմ անկեղծ, երբեք չեմ էլ մտածել այս ուղղությամբ, որ կգա մի օր ես կզբաղվեմ փաստաբանական ընկերության հիմնադրմամբ կամ դրա կառավարմամբ եւ այս որոշումը հենց այդպես հնդածած ձնագնդիկի էֆեկտով ձևավորված է։ Հավանաբար ես ինքս մի փոքր աշխատանքի ընթացքում ունիվերսալ եմ դարձել, այսինքն ոստիկանությունում ծառայելու տարիներին առավելապես իմ պրոֆիլը եղել է քաղաքացիականը եւ վարչականը, գիտական դասավանդման տեսանկյունից գերակշռել է քրեաիրավականը, քրեադատավարականը եւ ստացվել էր այնպես, որ ես ինքս մի փոքր ունիվերսալ բնույթի իրավաբան եմ եւ երբ որ գործերը ստանձնում էինք, ինքնին ստանձնում էինք տարբեր ուղղությունների եւ կրկին հենց այս էֆեկտով պայմանավորված մենք մտել ենք իրավաբանական ծառայությունների շուկայի բոլոր անկյունները, այսինքն շատ մեծ իհարկե բարդության եւ դժվարությունների, նաեւ շատ մեծ team building-ի տեսանկյունից բազմաթիվ կադրերի, կադրային արտահոսքի այսպես պայմաններում մենք կարողացել ենք ծածկել, ես արդեն շատ մեծ հպարտությամբ եմ դա ասում, ծածկել իրավաբանական ծառայությունների ամբողջ շուկան, լինի քրեական, լինի ներդրումային, լինի հանքարդյունաբերություն, լինի պարզապես կորպորատիվ հնդածիկ սպասարկում, մենք շատ այսպես վստահորեն եմ ասում եւ հպարտությամբ եմ ասում, այդ ամբողջ շուկան ծածկել ենք։ Իսկ թե ինչպես է ստացվում այդ ամեն ինչը կառավարել, բնականաբար սա շատ թանկ է ինձ համար արժեցել եւ մարդկային առումով եւ նյութական առումով, բայց այսօր բարեբախտաբար ունենք շատ որակյալ կադրեր եւ հիմնականում ըստ кейսի պատասխանատուի տրամաբանության, այսինքն մեզ մոտ ցանկացած իրավական խնդիր, երբ որ ստեղծվում է, հենց այդ խնդրի վրա ձևավորվում է մինի թիմ, այսինքն խնդիրը նայում է քրեական գործով փաստաբանը, քաղաքացիական գործով, վարչական գործով, բոլոր սպեկտրներից նայվում է, բոլոր ասպեկտներից համապատասխան ոլորտի մասնագետը տալիս է այդ խնդրի իր կտորի լուծումը եւ մենք շարժվում ենք առաջ, որովհետեւ այսօր գիտեք ինչպես է, առաջին հայացքից թվում է թե խնդիրը քաղաքացիաիրավական է կամ լոկալ քրեաիրավական է, բայց երբ որ մարդու խնդիրը դիտարկում է քրեականը, վարչականը, քաղաքացիական բոլոր ասպեկտներից շատ հաճախ մենք ի հայտ ենք բերում, որ խնդրի լուծումը պարփակված չէ քաղաքացիական իրավունքում եւ քրեականի մասնագետը արձանագրում է, որ կա քրեաիրավական էլեմենտ եւ խնդրի լուծումը քաղաքացիականից տեղափոխվում է հենց քրեական։ Եվ սա ծառայությունը ստացողի տեսանկյունից լավագույն նվերն է, որ ինքը դիմի ֆիզիկապես քաղաքացիական խնդրով, բայց ստանա կոմպլեքս ծառայություն։ Եվ մեր առանձնահատկությունը հենց դա է, մենք քաղաքացուց կամ իրավաբանական անձից ժառանգում ենք խնդիրը։ Մենք չենք վաճառում օրինակ ծառայություն, որ եկել է իր քաղով, ծագեց
քրեականի խնդիր։ Նախնական խորհրդատվության ընթացքում մենք ախտորոշում ենք խնդիրը, ծառայության ծավալը եւ միանգամից անկախ նրանից քանի հայցադիմում, քանի հատ քրեական վարույթ կցակի, սա քաղաքացու կազմակերպության կյանքում ոչինչ չի փոխում եւ նա ստանում է կոմպլեքս ծառայություն։ Մենք շուկային շատ լավ ծանոթ ենք, ժամանակին ինքս այդ խնդրին առնչվել եմ, երբ դու լուծում ես խնդրի քրեաիրավական կտորը, առաջանում է քաղաքացիաիրավական կտորի խնդիր եւ դու ստիպված պետք է մարդուն կազմակերպությանը վերահասցեագրես այլ իրավաբանի, այլ փաստաբանի մոտ։ Իսկ մենք շատ լավ հասկանալով, որ այսօր ամենաթանկ ռեսուրսը բոլորիս ժամանակն է, այդ խնդիրը փակել ենք եւ հենց դա էր եղել գաղափարը ծածկել ամբողջ ֆրոնտը, հա։ Բնականաբար շատ բարդ է եւ ժամանակատար աշխատել քաղաքացիների հետ, կազմակերպությունների հետ, բայց երբ որ ամեն գործը ունենում է իր պատասխանատուն, այսպես կառավարչական խնդիրներ գոնե մինչեւ այս պահ չենք ունեցել։ Փաստաբանական, իրավաբանական ծառայությունների շուկայում իմ գործընկերներն կարող են փաստել թիվ 1 խնդիրը դա կադրային հոսունությունն է։ Ինձ համար շատ բարդ է մի իրավիճակ, երբ մենք 1 տարվա ընթացքում միևնույն անձնակազմը չենք ունենում։ Այսինքն, որպեսզի պատկերացնենք, թե ինչ հոսունության մասին է խոսքը, 1 տարվա ընթացքում միևնույն անձնակազմը չի լինում։ Բայց մենք ունենք այն կորիզը, որը անկախ նրանից ով կգա, ով կգնա, մենք ունենք շատ ամուր կուռ կորիզ, այն թիմի այսպես սիրտը եւ անկախ նրանից ով կգա, ով կգնա, իրենք են շարժիչ ուժը։ Եվ արդեն նոր եկած կադրի ինտեգրումը, ուսուցումը, հա, արագ ադապտացիան շատ արագ է մեզ մոտ տեղի ունենում, որովհետեւ կորիզը շատ ամուր է թիմի։ Իսկ կադր ընտրելուց անկեղծ մենք առաջնորդվում ենք ընդհանրապես մեկ սկզբունքով, որ լինի լավ մարդ, որովհետև եթե կաղում է մասնագիտականից կսովորեցնենք, եթե ինչ-որ մի գիտելիքի չի տիրապետում կուսուցանենք, եթե կա մարդկային գործոն մենք կօգնենք, մեզ համար անկեղծ կլինեմ մինչև այս պահը մեկ չափանիշը, որպեսզի լինի մարդ։ Մենք աշխատում ենք մարդկանց ճակատագրերի հետ եւ եթե փաստաբանը, իրավաբանը լինի վատ մարդ, բայց լավ մասնագետ, այդ խնդիրը իր լուծումը չի ստանա, որովհետեւ քաղաքացին, երբ որ դիմում է փաստաբանի, ակնկալում է հոգատարություն, իր խնդրի նկատմամբ մարդասիրական մոտեցում, իսկ մենք աշխատում ենք մարդկանց ամենանեղ անձնական հարցերի հետ, ամուսնալուծությունից սկսած մինչև սպանություն, գողությունով սկսված մինչև անձնական տվյալների պաշտպանություն եւ այստեղ եթե մարդկային գործոնը թույլ լինի, հավատացնում եմ մենք տեղ չենք հասնի։ Եվ դա է պատճառը, որ այս թիմ մուտք գործելու մեկ վավերապայման կա լինել լավ մարդ։ Իսկ մնացածը տեղում մենք արդեն տեխնիկական խնդիր է լուծում ենք։ Հանգամանքների անբարեհաջող զուգորդմամբ է դա այդպես ստացել եւ ուսադիրը վայր դնելը, համազգեստը հանելը իմ կյանքի ամենածանր որոշումներից մեկն է եղել, որովհետև ես սովորել եմ ոստիկանության կրթահամալիրում, ստացել եմ գերատեսչական կրթություն եւ պետությունը ինձ համար բացարձակ արժեք էր։ Ես առհասարակ անգամ մասնավոր սեկտորի որևէ իրավաբանական ծառայությունում ինձ երբեք չեմ տեսել։ Ընդհանրապես չեմ էլ դիտարկել, բնականաբար եղել էին շատ լուրջ առաջարկներ բանկային համակարգից, պետական այլ ապարատից, բայց ես ինձ առանց համազգեստի չեմ պատկերացրել եւ բացառապես 2018-ին տեղի ունեցած իրադարձություններն էին ինձ հարկադրել փոխել մասնագիտությունս եւ ես հայտնվեցի այստեղ։ Առանց ավելորդ համեստության պետք է նշեմ, որ այդ համակարգերում ծառայությունը ինձ տվել է այն, ինչով ես մրցունակ եմ շուկայում։ Դա օպերատիվ աշխատանքի, շատ նեղ զգայուն աշխատանքի տոտալ հայեցակարգային պատկերացումը, թե ինչպես են ձևավորվում ապացույցները, թե պետական մարմինները հանուն այդ ապացույցի ձևավորման ինչ քայլերի կարող են դիմել, որովհետև ես ինքս եմ այդպես եղել։ Սա տալիս է պետական մարմնի, որը քո դատավարական հակառակորդն է, գործողությունների
տրամաբանության եւ իր հաջորդ քայլի պատկերացումը, թե ինչ է լինելու։ Այլ խոսքով, ես իմ դատավարական հակառակորդի գործողությունները արդեն կանխատեսած եմ մտնում դատավարական process եւ կկրկնեմ առանց ավելորդ համեստության, սա ինձ մրցունակ դարձնող գլխավոր գործոնն է։ Այսինքն ուժային համակարգից հետո մասնավորի շահը պաշտպանելը, հավատացնում եմ, լավագույնս է ստացվում, երբ դու գիտես գերատեսչությունը ինչպես է ապացույցը հավաքում, այդ ապացույցը ինչպես է ստուգում, հանուն ապացույցի ինչ կեղծիքի կարող է գնալ, իսկ այսօր մեր դատաիրավական պրակտիկայում այդպիսի դեպքեր են լինում, օրինակ փակ վկա ինչպես է ձևավորվում, գաղտնի վկա կոչվածը, հա, եւ այս ամեն ինչը ինձ ավելի ուժեղացնում է, բնականաբար դա իմ կենսագրության մի մասն է, ես շատ եմ սիրում իմ կենսագրության այդ մասը, իսկ այսօրվա հեռվից ես նայում եմ, թե այդ համակարգերը ինձ ինչ են տվել, այդ համակարգերը ինձ տվել են դատավարական հոտառություն։ Այդ համակարգերը ինձ մասնագիտական կայացման տեսանկյունից անուրանալի ավանդ են ունեցել։ Բնականաբար ես մշտապես փորձում եմ հատկապես ոստիկանության հետ վեճերի համատեքստում պահել որոշակի դիստանցիա, ոչ թե սա կաշկանդող գործիք է, այլ դիստանցիա, որովհետև մշտապես համոզված եմ եղել, որ չի կարելի քեզ սնած առուի մեջ թքել։ Իսկ այս պարագայում ոստիկանությունը ինձ համար մասնագիտական կայացման եւ առաջխաղացման տեսանկյունից անուրանալի ավանդ է ունեցել։ Իսկ կրկնեմ, այդ համակարգերում ծառայությունը լուծում է մեկ խնդիր՝ լինել ավելի ուժեղ մասնավորի ոլորտում։ Դու գիտես պետության աշխատանքի մեխանիզմը, դու հասկանում ես այդ տրամաբանությունը, դու ինքդ մաս ես եղել այդ տրամաբանության եւ հիմա շատ ավելի հեշտ է կանգնել իր դեմը եւ պաշտպանել մասնավորի իրավունքները։ Ստացվում է այնպես, որ գործն է որոշում ինձնով զբաղվել, հանգամանքներն են այդպես դասավորվել եւ ես այդ գործերը շատ իրականում ուրախ եւ հպարտ եմ այդ գործերի մաս կազմելու համար, շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել լինել հենց տաք կետերում, թեժ կետերում, իսկ այս 7-ամյա գործունեությունը բացառապես թեժ կետերում այսպես պայքարի արդյունք է եւ նաեւ այդ պայքարի ընթացքում եղավ իմ կալանավորումը եւ ես ստիպված եղա ինքս ինձ պաշտպանել, բայց այդ գործերը անկեղծ ինձ կերտել են որպես փաստաբան հենց այդ ծանրությունները, այդ բարդությունները, իսկ ես շատ լավ եմ հիշում այդ գործերով դատարան մուտք գործելուց իմ մարմնի դողը, իմ առհասարակ հոգեվիճակը եւ դրանք հաղթահարելը հենց եղել են այն կարևոր գրավականը, որ կրկին որպես մասնագետ կարողացել ես ամուր կանգնել հողի վրա։ Գործը ինչպես եմ ընտրում, շատ պարզ, անկեղծ գուցե այստեղ էթիկական խնդիր կա եւ առաջին հայացքից տպավորություն է, որ չպետք է ֆիլտրես, ինչով զբաղվես, ինչով ոչ, որովհետեւ մեր աշխատանքը իրավապաշտպան գործունեություն է, բայց ինձ համար մշտապես եղել են սկզբունքներ։ Ինձ համար քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնք ես ձեզ վստահեցնում եմ, եղել են անպատկերացնելի հոնորարներ, անպատկերացնելի թվով առաջարկներ, բայց ինձ համար սկզբունքային է որոշակի գործերով չզբաղվելը։ Օրինակ, անկեղծ կլինեմ, որպեսզի ունկնդիրը շատ լավ հասկանա, առաջարկ կար Դուբայում բնակարան, բայց պետք է պաշտպանեի մանկապղծության մեջ մեղադրվող անձի, իսկ դեպքն է փաստարկված էր։ Բնականաբար սա այդ գործերի ցանկի մեջ է։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա այդպիսի անձի պաշտպանել եւ այսպես ես ինձ համար ներքին ցանկ եմ մշակել։ Իսկ մնացած պարագայում անկեղծ գործը հնչեղ է։ Ես նաեւ հայտնվել եմ այնպիսի գործերում, որտեղ քննադատության պակաս չի եղել, հա, մեղադրանքների պակաս չի եղել, հանրային պարսավանքի պակաս չի եղել, դրանք ինձ երբեք չեն կաշկանդել։ Անկեղծ ես երբեք չեմ կաշկանդվել հանրային կարծիքով, որովհետեւ եթե ես կաշկանդվեի հանրային կարծիքով, օրինակ ասում եք Ռոբերտ Քոչարյանի գործը կամ իրեն վերաբերող գործերը մարտի 1-ը, ես այդ գործում հայտնվել էի պատմականեն փուլում, երբ
անգամ այդ գործի մասին խոսելը ինքնին հասարակական պարսավանքի ենթակա արարք էր։ Դա հիմա է հասարակությունը ուշքի եկել, որ այդ գործում ոչինչ չկա։ Իսկ այդ փուլում 19 թվականին այդ գործի անգամ անունը դրական նոտայով ներկայացնելը կամ որ այդ անձինք այդ մեղադրանքի հետ կապ չունեին, հասարակական պարսավանքի եւ բուլինգի համար ամենաբեղմնավոր պայմաններն էին ստեղծել։ Բայց դա ինձ երբեք չի կաշկանդել, ընդհանրապես չի կաշկանդել, որովհետև ինքս էությամբ արդարամիտ եմ, անարդարության հետ անհաշտ եմ եւ այս ֆիլտրերը ես արդեն նշեցի, դրանք են։ Օրինակ երբեք չեմ պաշտպանի գործող իշխանության որևէ դերակատարի եւ սա էլ ինձ համար սկզբունք է։ Նաեւ եղել են առաջարկներ, կլինեմ անկեղծ։ Նաեւ եղել են շատ բարձր փողնախարարի պաշտոնների առաջարկներ, բայց դա էլ է օրինակ ինձ համար կարմիր գիծ։ Եվ վաղը եթե իրենք ինչ որ հանցանքի մեջ մեղադրվեն, դա էլ է ինձ համար արգելված գործ, որովհետեւ ես որպես մարդ ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը որոշակի հարցերի վերաբերյալ եւ գործ ընտրելը տեղի է ունենում հենց այս սկզբունքով։ Արդյոք այն մարդը ունի իմ պաշտպանության կարիքը, արդյոք այդ մարդուն ես կարող եմ տալ ավելին, իսկ մեր աշխատանքում շատ հաճախ նաև մարդիկ են գալիս, որ ունեն փաստաբաններ եւ դժգոհ են փաստաբանից։ Օրինակ դա էլ է ինձ համար red flag։ Եթե կա մարդ ով ունի փաստաբան, սակայն դժգոհ է, մինչև ինքը իր փաստաբանի հետ չլուծի իր խնդիրները եւ չլինի տոտալ ազատ առանց փաստաբանի, սա էլ մեզ համար արգելք է եւ մենք շատ ավելի խիստ կանոնակարգեր ենք դրել մեր թիմի ներսում, քան օրինակ պալատի կողմից վարքագծի կանոններն են պահանջում։ Եվ ընդհանուր առմամբ հատուկ այսպես չենք նստում մտածում այս գործը վերցնենք թե ոչ, շատ անգամ դա սպոնտան է տեղի ունենում։ Մի ֆիլմից է սա սկսվել, ես շատ էի սիրում Suits սերիալը, Harvey Specter-ին, եւ այնտեղ մի հատ այսպիսի ինցիդենտ կար, երբ ֆիլմի հերոսին պատժում են անվճար գործով, այսինքն ինքը իր հայտնիության պիկի վրա է, բայց ընկերության ղեկավարը ասում է pro bono անվճար գործ պետք է անես եւ սա որպես պատիժ էր դիտարկվում։ Առաջին անգամ այդ երևույթի հետ այդտեղ եմ շփվել եւ ինձ համար սկզբունք եմ դարձրել ինքս ինձ կաշկանդել եւ երբեմն անվճար գործերով զբաղվել։ Սա լուծում է մի քանի խնդիր։ Նախ այն որ դու երբևէ չմոռանաս թե ով ես դու եւ հանկարծ թույլ չտաս որ հոնորարի հետևից վազքը խեղի քո մասնագիտականը։ Իսկ այսօր կրկին սա շատ տքնաջան աշխատանքի արդյունքում, բայց մենք հասել ենք նրան, որ մենք բարձր վարձատրվող ընկերություն ենք, ես օրինակ շուկայում շատ բարձր վարձատրվող փաստաբան եմ համարվում եւ այդ պայմաններում հպարտությունը երբեմն խժռում է մասնագետին։ Իսկ pro bono գործերը երբեմն դրանցով վարելը մեզ օգնում են, որպեսզի մենք հպարտության եւ գոռոզության մեջ երբևէ չընկնենք։ Եվ այսօր ինձ մոտ առնվազն գործերի 10%-ը յուրաքանչյուր փաստաբան վարում է անվճար հիմունքներով pro bono։ Իսկ հանրահավաքներին հատկապես ինչու է դա այդպես ստացվել, որովհետև հանրահավաքները օրինակ ուղղված են եղել եկեղեցու պաշտպանությանը, հայրենիքի փրկությանը, Արցախի հիմնահարցերին եւ այդ պայքարում ոստիկանությունում հայտնված անձանցից գումար վերցնելը ինձ համար նաեւ բարոյականության խնդիր էր, որովհետեւ ինքս այդ տեսակետերը կիսում եմ, նաեւ հանրահավաքների ժամանակ ես եմ բերման ենթարկվել եւ շատ լավ պատկերացնում եմ այն ռեպրեսիան, որը հավաքի մասնակցի նկատմամբ կիրառվում է հանուն իր գաղափարից հրաժարվելու, դա մեզ համար առհասարակ սկզբունք է, բոլոր հանրահավաքների կարևոր ժամանակ մեր թիմում ձևավորվում են օպերատիվ խմբեր, որոնք անհատույց, անկախ նրանից որտեղ է, որ մարզում է, Երևանում է, շատ արագ արձագանքում ենք։ Երբ որ աշխատում էի պետական սեգմենտում, դատաիրավական համակարգը հասել էր իր բարեփոխումների կիզակետին, շատ բարդ գնով ստեղծվել էր մի վիճակ, երբ քննիչ դառնում էր այն մարդը, ով իրապես մասնագիտության նվիրյալ էր։
դատախազ դառնում էր այն մարդը, ով նվիրյալ էր այդ համակարգին, դատավոր դառնում էր այն մարդը, ով ուներ առաքելությունը այդ։ Խնդիրներից կարձանագրեմ հենց այսօրվա կադրային խնդիրը, հա, այսինքն դատավորի ցենզի իջեցումը, օրինակ 25 տարեկան եւ բարձրագույն կրթություն։ Սա կարծում եմ տեղիք տվեց, որպեսզի դատական համակարգ ներթափանցեն անփորձները, ինչը այդ համակարգի ամենաբարդ խնդիրներից է։ Նույնը դատախազությանը, նույնը քննչականը։ Երբևէ քրեական գործը ձեռքում չբռնած մարդը դատախազ չպետք է նշանակվի։ Այդ երբևէ քրեական վարույթի հետ առնչվող անձը, առնչություն չունեցած անձը քրեական գործ չպետք է քննի։ Եվ սովետական կարծրատիպը շատ լավ էր աշխատում, որպեսզի մարդը քննիչ լիներ, պետք է լիներ օպերատիվ աշխատակից, մինչև դա համայնքային ոստիկան, հետո դատախազ, հետո դատավոր, որպեսզի սա օգնում է մասնագետին հասկանալ, հա, այդ ամբողջ շղթան ինչպես է աշխատում, իսկ այսօր մարդու առաջին պաշտոնը քննիչ է, կամ առաջին պաշտոնը դատախազ, կամ որ ավելի վատ է, դատավոր, հասկանում եք, մարդու առաջին պաշտոնը դատավոր չպետք է լինի, բովանդակային առումով, բնականաբար ինչ-որ ՍՊ-ներում աշխատում են, գրանցվում են որպես իրավաբան, բայց այստեղ կարծում եմ, եթե բժիշկը աշխատում է մարդու կյանքի հետ, դատավորը աշխատում է նրա ճակատագրի հետ, իսկ ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնելը մարդու համար պետք է նախ եւ առաջ լինի աշխարհայացք ընդլայնված, մտահորիզոն, որպեսզի այդ մարդը հանկարծ թույլ չտա, որ իր կրքերը եւ էմոցիաները որոշման կայացման վրա վատ լույսի ներքո ազդեն։ Իսկ այսօր դժբախտաբար դա ունենք։ Դրական կողմերից ինչ կարող եմ առանձնացնել, առհասարակ մի փոքր դրականը տեսնելը բարդ է, բայց կա իհարկե այդ դրական միտում, որ նաև պրոֆեսիոնալներն են այդ համակարգերում։ Եթե մի պահ նկատվում էր կադրային արտահոսք քննչական եւ դատախազական ապարատներից, այսօր կարծեք թե այդ երկու գերատեսչությունները կարողացել են այդ արտահոսքը կանխել, հա, որովհետեւ եթե դուք այսօր նայեք փաստաբանական շուկան, ահռելի քանակով քննիչներ եւ դատախազներ են։ Եվ սա առաջին հայացքից փաստաբանի համար լավ լուր պետք է լինի, որովհետեւ թուլանում է գերատեսչությունը, ում դեմ ինքն է պայքարում, բայց սա առաջին հայացքից է հաջողություն, որովհետեւ մենք շահագրգռված ենք, որ լինի անվտանգ երկիր, որ քրեական գործերը քննվեն արդար եւ անաչառ, հա, իսկ այս պայմաններում շատ բարդ է, երբ որ կադրային արտահոսքի պայմաններում լավագույնները համակարգից հեռանում են։ Դրական միտումներից թերևս ես սա կառանձնացնեի, նաև այդ ուսուցման համակարգերը շատ կարևորեմ Արդարադատության ակադեմիայի գործունեությունը, որը լուծում է քննիչների, դատախազների եւ դատավորների նախնական ուսուցման խնդիրը։ Բնականաբար հանրապետությունում տեղի է ունենում կալանքի ֆետիշ։ Այս խափանման միջոցը առանձին կրոնի է վերածվել դատաիրավական համակարգում եւ ցավով պետք է արձանագրեմ, որ կալանքը եվրոպական դատանը մի շատ հետաքրքիր ձևակերպում ունի last resort, այսինքն կալանքը պետք է կիրառվի, երբ իրականում ոչ մի տարբերակ չկա մեղադրյալի վարքագիծը ապահովել այլ կերպ, քան նրան անազատության մեջ պահելով։ Եվ այն ինչը մենք ասում ենք ծայրահեղ միջոց, այսօր վերածվել է շատ կենցաղային գործիքի։ Մենք տեսնում ենք, հա, մարդը Facebook-ում հարցազրույց է տալիս, կալանք, Facebook-ում գրառում է անում, կալանք, պոդկաստ է վարում, կալանք, այսինքն հասկանում եք, այդ ցենզը այն աստիճան է իջեցվել եւ այստեղ նաեւ ես կառանձնացնեի մի քանի դատավորների, հա, ովքեր չեմ ուզում հիմա անձնավորեմ, բայց իրականում կան նախընտրած դատավորներ, ովքեր գործնականում ցանկացած արարքի համար կարող են մարդ կալանավորել։
ցանկացած արարքի։ Իսկ դա մարդու իրավունքների ցուցիչների տեսանկյունից վատագույնն է, որը կարող է երկիրը իրեն թույլ տալ։ Եվ գիտեք ինչպես է, սա կարճաժամկետում կարող է իշխանությունների համար խնդիր է լուծում, բայց երկարաժամկետում մեր երկիրը կորցնում է իր հեղինակությունը։ Սա վերածվում է մի երկրի, որտեղ մարդուն խոսքի համար կալանավորում են, հա, օրինակ, մարդիկ ոդկաստ են վարում, կալանավորվում են։ Մարդիկ հարցազրույց են տալիս, կալանավորվում են։ Նաև իրավապահների ձեռքը հասել է եկեղեցի, հա։ Ես մինչև հիմա այսպես սարսուռով եմ նայում հոգևորականին մեղադրյալի կարգավիճակում, հասկանում եք, սա ազգային արժեք քանդող է։ Լավ կամ եթե առաջանում է գործի քննության անհրաժեշտություն, պետք է դրա փակ լինել ապահովել։ Ինչպես է օրինակ դատավորի վերաբերյալ քննությունը որպես կանոն դռնփակ է, որպես կանոն փակ է պահվում եւ դա դատական օրենսգրքի պահանջն է, որպեսզի համակարգը չհեղինակազրկվի։ Իսկ ինչի մենք չենք մտածում մեր եկեղեցու մասին, մեր մյուս ինստիտուտների մասին, հա, եւ այս առումով, բայց բուն կալանքը որպես խափանման միջոց այսօր օգտագործվում է որպես պատժիչ միջոց։ Նաև ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ կալանքը ավանդաբար քաղաքական գործիք էր մինչև վերջերս, բայց մենք տեսնում ենք միտում, որ սովորական գործերի բացահայտման համար էլ։ Բոլորովին վերջերս մենք գործ ունեինք, երբ մեղադրյալին կալանավորեցին, 2 օր հետո պատճառված վնաս ենթադրյալ փոխհատուցեց, դատախազությունը վերացրեց կալանքը։ Հիմա սա ինչ է, եթե ոչ պատիժ։ Սա ինչ է, ոչ այլ ցուցմունք կորզելու եղանակ, հա, մարդուն պատժելու եղանակ։ Եվ ցավոք սրտի գնալով մեծանում են Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված գանգատների բավարարումները, որտեղ հատկապես արձանագրվում է արդար դատաքննության իրավունքի խնդիր։ Եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով նշել է, բազմաթիվ գործերով, 1 տասնյակից ավել, որ Հայաստանի Հանրապետությունում կարծրատիպային հիմնավորումներով կալանք տարածված երևույթ է, բազմաթիվ գործերով։ Եվ ինձ համար որպես քաղաքացի իրավապաշտպան շատ վիրավորում է, որ իմ երկիրը Եվրոպական դատարանում այդպիսի հեղինակություն ունի, որ մեզ մոտ մարդը կալանավորվում է ոչ թե հիմքերի առկայության պարագայում, այլ կարծրատիպային հիմնավորումներով։ Եվ սա երևի թե քրեական արդարադատության ամենակենտրոնական խնդիրն է, եւ Հայաստանը պետք է ի վերջո անհրաժեշտ կամքը ունենա, որպեսի հետնահանջ կատարի եւ քրեական դատավարությունում կալանքը իրապես որպես ծայրահեղ միջոց դիտարկի։ Իրականում ԵԱՏՄ-ն այսպես անծայրածիր բնագավառն է, հատկապես կորպորատիվ իրավունքում դիրքավորված իրավաբանական ընկերությունների համար։ Մենք գործընկերություն ունենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Դուբայի իրավաբանական ընկերությունների, Աթենքում ունենք համագործակցություն եւ Ղազախստանում, նաեւ բնականաբար Ռուսաստանում։ Եվ այս համագործակցությունը մեզ ինչ է տալիս, նախ կապեր բնականաբար եւ հետո սա նոր հնարավորություն է այդ շուկաներ դուրս գալու տեսանկյունից։ Բնականաբար ամեն ինչ սկսվում է համագործակցությունով, բայց այն պահից, երբ մենք արդեն լիարժեք տեղավորվենք այդ միջազգային խաղի մեջ, մենք միանշանակ մտնելու ենք այդ շուկաներ նաեւ։ Իսկ ԵԱՏՄ շուկան հետաքրքիր վիճակագրություն հրապարակեմ Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապը ներմուծման եւ արտահանման մասով ըստ տարբեր վերլուծությունների 80% է կազմում։ Այսինքն մեր հայկական շուկան 80% կախում ունի ռուսականից եւ այստեղ իրավաբանական ընկերությունները շատ մեծ ֆրոնտ է բացվում, հատկապես կրկնում եմ հարկային մաքսային ծառայություններ մատուցող ընկերությունները, կորպորատիվ ծառայություններ, շատ լավ հնարավորություն է արագ դիրքավորվելու։ Եվ այստեղ կրկին պահանջվում է բազմապրոֆիլություն, որովհետև ԵԱՏՄ շուկան միասնական մաքսային կարգավորման մասին է եւ այստեղ շատ ու շատ կարելի է կազմակերպությունների համար ծառայություններ մատուցել,
Բայց բնականաբար մեր հաջորդ թիրախը մեր ծառայությունների միջազգայնացումն է, որովհետև մենք զգում ենք այդ ներուժը եւ պոտենցիալը, որ այն ինչ կարողացել ենք մայրենի հողում իրականացնել, նաեւ կարող ենք արտաքին շուկաներում իրականացնել։ Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր պետություն երաշխավորում է սեփական փաստաբանների գործունեությունը եւ մենք խնդիր ունենք նախ լիցենզավորվելու այդ պետությունների տարածքում, որից հետո նոր մատուցել ծառայություններ, բայց իրականում գործընկերության տեսանկյունից է outsource մակարդակում ծառայությունները մեզ համար այս պահին լիարժեք այդ խնդիրը լուծում են։ Սա փաստաբաններից դուրս եկած երևի գլխավոր մտահոգությունը նախ փաստաբանների թվի երկրաչափական պրոգրեսիայով աճն է, եթե չեմ սխալվում, այս պահին շուկայում գործում է մոտ 3000 փաստաբան։ Եթե մենք սա 3 միլիոնանոց բնակչության հաշվով նայենք, սա ծայրահեղ բարձր թիվ է։ Բնականաբար այստեղ վերլուծությունն այն է, որ օրինակ Նյու Յորքում յուրաքանչյուր 27 մարդուն բաժին ընկնում մեկ փաստաբան, հա, մեզ մոտ կարծեք թե թիվը 1000 բնակչին մեկ փաստաբան, այստեղ իրականում խնդիրը գիտեք ինչպես է, նախ շուկան նոր մուտք գործող փաստաբանի համար է բարդ այս մրցակցության մեջ, իսկ որ այսպես ասեմ արյունալի մրցակցություն է, հավատացեք այդպես է, որովհետև այսօր հատկապես ընկերությունների համար գոյության խնդիր կա։ Բազմաթիվությունը ստեղծում է նաև գնիչեցում, այսինքն նոր շուկա մտած փաստաբանը հասկանալի է, չէ, եւ ես ինքս եմ դրա մեջով ոնց է, նոր շուկա մտնելուց դու աշխատում ես ծայրահեղ ցածր գնով։ Ծայրահեղ ցածր գնով աշխատելուց դու հավաքում ես հաճախորդներ, վստահորդներ, իսկ դա սկսում է հարվածել ընկերությանը։ Իսկ ընկերությունը այսօր չի կարող իրեն թույլ տալ ծառայություն այն գնով, որով օրինակ կարող էր անհատ փաստաբանը։ Եվ այս մասով գլխավոր խնդիրներից մեկը ես դա կառանձնացնեմ։ Հարկային բեռը բնականաբար եւս արգելակող խնդիր էր, որովհետև առանց այդ էլ թանկ փաստաբանական ծառայությունը թանկացվեց եւ 24% խոսվում է ընդամենը, որ բարձրացավ, բայց երբ որ ասում են 20-24%, ի նկատի ունեն միայն ավելացված արժեքի հարկը, բայց չէ որ այդ հարկման դաշտում աշխատող ընկերությունը նաև շահութահարկ է վճարում 18% եւ արդեն իսկ ծառայությունը 40%-ով շուրջ բարձրացավ շուկայում։ Անկեղծ մեզ դա շատ քիչ է հարվածել, որովհետև մինչև այդ էլ մենք ավելացված արժեքի հարկով աշխատող ընկերություն էինք, բայց որպես խնդիր ես նկատում եմ, որ գործընկեր մեր ընկերությունները լուծարվում են, փակվում են, փաստաբաններ կան մրցակցությանը չեն դիմանում եւ սա շատ լուրջ խնդիր է։ Նաեւ սաստվերին է նպաստում, հա իրական թվի իջեցմանն է նպաստում եւ այլն։ Մեզ նման ընկերություններ, ովքեր առանց այդ հարկային ռեֆորմ ասենք կամ փոփոխության առանց այդ աշխատում էին ավելացված արժեքի հարկով, ոչինչ իրենց կյանքում տեղի չի ունեցել։ Բայց այ նեղ փաստաբանական շուկայում ես այդ խնդիրը տեսնում եմ։ Բայց մեկ խնդիր կա, որ հատկապես կկարևորեմ, դա փաստաբանի դերի նվազեցումն է։ Շատ ծանր պայքարի գնով մենք հասել էինք մի վիճակի, որ մարդը իր լուծումը տեսնում էր փաստաբանի մեջ, իր իրավունքների պաշտպանությունը։ Իսկ կոռումպացված դատաիրավական համակարգում կոռումպացված ամենալայն ասպեկտով, զանգով արդարադատություն, SMS-ով արդարադատություն, կաշառքով արդարադատություն, մարդը զգում է, որ իր խնդիրը էլ փաստաբանը չի, իր խնդիրը այդ զանգողին գտնելն է, կամ իր խնդիրը գումար վճարելն է իր խնդրի լուծման համար եւ սա բնականաբար բերում է փաստաբանի դերի նվազեցմանը, բայց սա գլոբալ այսպես կոռուպցիոն երևույթի խնդիր է, որը հատկապես հարվածում է փաստաբանությանը։ Անկեղծ այն կտորը, որտեղ մենք ամենաուժեղն ենք, մենք մրցակցությունից չենք վախենում, որովհետև այս ընկերության ամենաուժեղ ասպեկտը քրեական գործերն են։
որում նաև ես ինքս եմ մասնագիտացված, իսկ այստեղ արդեն մեր այս ամբողջ խոսակցության համատեքստում մենք բավականին ուժեղ մրցակից ենք։ Ավելի շատ վախեցնում ենք, քան վախենում ենք այդ մրցակցությունից եւ շատ ժամանակ մենք եղանակ փոխող ենք այդ բնագավառում։ Մենք կարողանում ենք ազդել գնագոյացման վրա։ Երբ որ մենք իջեցնում ենք գները, շուկան իջեցնում է գները։ Երբ որ մենք բարձրացնում ենք գները, շուկան բարձրացնում է գները, բայց անկեղծ այդպիսի սպեկուլյացիաների մենք շատ քիչ ենք դիմում, որովհետև բարեբախտաբար ֆինանսապես անկախ լինելը ընկերության նաև լուծում է այն, որ դու մրցակցության մեջ լինես բարեխիղճ։ Իսկ ես կրկնում եմ, փաստաբանությունը ինքը անձով պայմանավորված մասնագիտություն է։ Այսինքն ինչքան էլ մենք հիմա խոսում ենք ընկերության մասին եւ գուցե սա վիրավորի մեզ բոլորիս որպես ընկերության հիմնադիրներ, բայց այսօր հայաստանյան շուկայում ոչ մեկ ընկերությանը չի ճանաչում։ Դրանք բոլորը մարդ ընկերություններ են։ Հիմա երբ որ ինձ էստեղից հանում ենք, ընկերությունը որպես այդպեսին եւ ճանաչելիության խնդիր է ունենում եւ նաեւ մարդկանց դիմելու։ Եվ սա բնորոշ է բոլոր ընկերություններին։ Եթե այդ ընկերություններից դուրս ենք բերում իր դեմքին, այդ ընկերությունը որպես ընկերություն ճանաչելիություն չի ունենում։ Բայց մրցակցությունը, կրկնում եմ, գուցե մենք զիջում ենք մյուս ընկերություններին կորպորատիվ դաշտում, ոչ թե պատկերացման գիտելիքների առումով, այլ վստահորդների քանակով։ Օրինակ, շատ ընկերություններ նախընտրում են այլ ընկերությունների հետ աշխատել, բայց օրինակ քրեական գործերը մեր թիրախն են։ Մենք այստեղ շատ խոշոր խաղացող ենք։ Մենք այստեղ կրկնում եմ մրցակցությունը մեզ հետ է բարդ, քան մենք ինչ-որ մեկ այլ ընկերության հետ եւ կրկնում եմ այստեղ քրեական գործերով հատկապես մեր մասնագիտացումը շատ ահռելի է, հա, որովհետեւ արդեն այդ հնչեղություն ունեցող գործերով ենք անցել ենք բազմաթիվ այսպես ռեպրեսիվ քրեական վարույթներով եւ կարողացել ենք ոտքի վրա մնալ։ Նաև կալանավորվել եմ ինքս, բայց այսօր ոտքի վրա եմ, այսինքն խցում գտնվելու ժամանակ ինձ թվում էր իմ փաստաբանի մասնագիտությունը ավարտված կարելի է համարել, բայց երբ որ ես հայտնվեցի ազատության մեջ, ես հասկացա մի պարզ իրողություն, որ ես ավելի ուժեղ եմ, եւ սա ինձ օգնեց քրեական գործերում ավելի զգոն լինել, ավելի լավ հասկանալ կալանավորի դարտը, ավելի կալանավորին մոտ լինել եւ հատկապես իր իրավունքների պաշտպանության համար պայքարը ուժեղացնել, որովհետեւ մեկ այլ բան է մարդուն պաշտպանել չիմանալով ինչ է քրեակատարողական հիմնարկը եւ մեկ այլ բան է ինքդ լինես ներսում եւ հասկանաս այդ պաշտպանության արժեքը։ Երբ որ ես ասում եմ փաստաբանությունը դա առաքելություն է, ոչ թե մասնագիտություն, դա իրապես այդպես է, այստեղ ասկետիզմ է ամբողջությամբ եւ դրանից բնականաբար երեխաները տուժում են, բայց երկրորդ հնարավորությունը չկա։ Դու չես կարող լինել որակյալ մասնագետ, մրցունակ մասնագետ, խոշոր խաղացող եւ համադրել դա ընտանիքի հետ։ Երբ որ ես ասում եմ սա առաքելություն է, սա դրա համար եմ ասում, որ աշխատանքդ կամ այս մասնագիտությունդ, առաքելությունդ ավելի առաջնային է։ Մենք մշտապես փաստաբաններով ուշանում ենք մեր երեխաների առիթներից, հա, իրենց առաջին զանգ կլինի, վերջին զանգ կլինի, ծնունդ կլինի, մշտապես կարծում եմ իմ գործընկերներն էլ դա կարձանագրեն, եւ սա է հենց, որ դու չես կարողանում ընտրել աշխատանք թե ընտանիք, աշխատանք թե երեխա եւ հենց այստեղ դու հասկանում ես, որ դա լինում է այն պատճառով, որ դու առաքելության ես տրվել։ Դու չես կարող մարդուն թողնել դատական նիստերի դահլիճում գնալ երեխայիդ հետևից։ Դու չես կարող մարդուն թողնել քրեակատարողական հիմնարկում, հասկանալով, որ ինքն էլ երեխաներ ունի եւ մեղքի զգացում ես ունենում, երբ որ դու քո երեխայի կողքին ես, իսկ քո վստահորդը քրեակատարողական հիմնարկում եւ շատ անկեղծ եթե խոսենք այս խնդիրներից, բնականաբար անձնականը շատ է տուժում այս աշխատանքով,
բայց սա կրկնեմ, շատ կասեմ դրա մասին, սա առաքելություն է։ Իսկ եթե մի բանի անունը առաքելություն է, ինքը ոչինչի հետ համադրելի չէ։ Ինքը կամ ինքն է, կամ ոչինչ։